Սրբապիղծները պետք է դուրս գան այո այս գյուղից, որ այս գյուղը հանգիստ ապրի։ 30 տարի է նրա հայրն այս գյուղը ավիրել, հիմա իր թուլեկն են։ Պետք է իրանց պատիժը կրեն։ Հարված է մթնոլորտը գյուղում։ Դե մարդիկ բոլորը սպասում են պատժեն։ Ինչ սարքում են ամեն ինչ, որ լարվածություն ստեղծեն, դրանք որ չգնան, էլի ավելի բետար բաներ լինելու։ Իսկ ճանաչում եք ախտոյաններին։ 30 տարի է իր պապանա, ոչ չենք ճանաչում։ Իր պապան աթոռի կռիվ արել, հիմա էլ այն երեխեքին փոքրուց սերմանեց, որ աթոռ պիտի տանեն։ Սպանելով է լինի, պետք է աթոռին տիրանան։ 2 տարի տիրացան սաղ հողերը կերան։ Հիմա ինչ են ուզում, խեղճ Վալոդիայի գլուխը կերան, ասուց ստանան իրենց պատիժը, սրբապիղծները։ Այո, մեր աչքի առաջ է մեծացել իմ քավորս է, քավորիս տղան է։ Մենք մի շենքում ենք ապրել, իրար հարևան ենք ապրել, փոքրուց տեսել ենք ինչ մարդ է ինքը, իմ աղջկա դասընկերն ա եղել 10 տարի։ Ընտանիք ունի, որ նայում ես, չգիտեմ, Ախտոյան ինչ ընտանիք ունի, ինքը գետինը մտնի իր հորնումոր հետ, որ իր երեխեքին է ձևի դաստիարակեցին, իր երեխեքին գցին կրակը, մեր խեղճ տղու գլուխն է կերան, տականքները, ասուց ստանան իրենց պատիժը, Ինչ մտավախություն ունեն, ինչ եք այսօր։ որ էլի պետք է մի բան սարքեն, շարունակեն, ոնց որ գնացին գերեզմանաքարերը կոտրեցին իբր Վալոդիայի հարազատներն են արել, իրանք են արել ամեն ինչը։ Դավիթ Ախտոյանի կնոջ հեռախոսն էին վերլուծել իրավապահները, ասում էին, որ մղեր Ախտոյանի հետ սիրային հարաբերությունների Դե մեջ։ ասես ջան, դա որ վերլուծել են, ուրեմն մի բան գիտեն, որ տարածվել է։ Մենք ինչ իմանանք, մենք ոչ վերլուծել ենք, ոչ էլ տեսել ենք, ես այդ աղջկան չեմ ճանաչում։ Ասում են դպրոցում է աշխատում։ Ճիշտ ասած չեմ ճանաչում, երեխեքս արդեն մեծ են, դպրոցն ավարտել են։ Դավիթին, այդ թաղվածին ճանաչում եմ։ Բայց կնոջը ճիշտ ասած չեմ տեսել։ Դուք ճանաչել եք անցյալ Չէ, իրանց հետ տենց։ Մի երեխեքի տես տարիքին չեն, չեմ իմանում տենց։ Մենք այն կողմն ենք։ Ես շատ լավ գիտեմ Գրիգորյաններին, որ ինչ ընտանիք են, ինչ մարդ են։ Ինչ ծնողներ ունեն, ինչ ծնողի զավակներ են, Ախտոյանների նման չեն։